Հայաստանում ընդամենը 5 այրվածքաբան կա, որոնք աշխատում են երկրի միակ մասնագիտացված բուժհաստատությունում, Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։ Առողջապահության ազգային ինստիտուտի վերջին այրվածքաբան շրջանավարտն ավարտել է 2013 թվականին, դրանից հետո դիմողներ չեն եղել։ 2011-ին բուհում փակվել էր նաև այրվածքաբանության ամբիոնը։ Ունենք արդեն նոր կարգավորումներ, որոշ մասնագիտություններ դիտարկվել են որպես հիմնական մասնագիտություններ, որոշ մասնագիտություններ արդեն հիմնական մասնագիտության հենքի վրա որպես նեղ մասնագիտացումներ են դիտարկվում եւ այրվածքաբանությունը եւս այդպիսի մասնագիտություն է դարել, որ հիմա մասնագիտացումը գնում է որպես նեղ մասնագիտություն։ Այրվածքաբան դառնալու համար ուսանողը պետք է սովորի 12 տարի, ստանալով բուհական, հիմնական եւ նեղ մասնագիտական կրթություն։ Գործող նոր կարգավորումներին համապատասխան հիմնական մասնագիտություն ձեռք բերելուց հետո, որը հանդիսանում է պլաստիկ վիրաբուժությունը, մասնագետները կարող են արդեն իրենց մասնագիտական գիտելիքները խորացնել այրվածքաբանության ուղղությամբ եւ դառնալ նեղ մասնագետ։ Բացի երկարատև ուսումը, մասնագիտության հանդեպ երիտասարդների անտարբերության պատճառներից են նաև սթրեսային եւ բարդ աշխատանքը, բազմապրոֆիլ հմտությունների պահանջը, քանի որ այրվածքային հիվանդությունները մաշկից բացի աղտահարում են նաև այլ օրգան համակարգեր, որոնց բուժումը եւս այս բժիշկների պարտականությունն է։ Սա վիրաբուժական միևնույն ժամանակ թերապևտիկ մասնագիտություն է։ Դա էլ է դժվարացնում, որովհետեւ վիրաբուժը գիտի իր կտրելը, թերապևտը գիտի իր տեղերը։ Ստեղ մեզ պետք է այս երկուսի համադրությունը եւ երբեմն սենց փոփոխելով մի օր վիրաբուժություն, մի օր դեղ, մի օր վիրաբուժություն, մի օր դեղ, ու սա բավականին բարդացնում է։ Երրորդը ցավոք սրտի այրվածքային դեպքերը, դրանք բոլորը էքստրա դեպքեր են, այսինքն ոչ մեկ պլանավորված չի, ոչ մեկ չգիտի որ ինքը այսօր այրվելու է։ Բուժկենտրոնում տարեկան 800-ից 1200 քաղաքացի ստանում է ստացիոնար բուժում։ Կենտրոնի տնօրենը փաստում է, 5 մասնագետը լիովին բավարար է այս ծավալը ծածկելու համար, սակայն արտակարգ դրության ժամանակ կարիքը խիստ մեծանում է։ Շատ կարևոր մի բան կա, որ մենք պետք է կարողանանք այրվածքային հիվանդներին ճիշտ դասավորել։ Այսինքն, թեթև այրվածքային խնդիրները, իրանք բացարձակ պետք չեն որ գան մեր կենտրոն։ Մենք պետք է սովորեցնենք մեր պոլիկլինիկական օղակի մասնագետներին, տարբեր բուժհաստատություններում աշխատող վիրաբուժներին, թերապևտներին, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված կլինեն, ոնց վարել առաջի աստիճանի փոքր մակերեսով այրվածքները։ Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնը առողջապահության նախարարության հետ նախատեսում են գործող բժիշկների վերապատրաստում իրականացնել։ Նպատակային կլինիկական օրդինատուրա ծրագրով նաեւ 2 նոր մասնագետ պատրաստել։ Արամ Մարանդյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։